Քրոնիկ ընթացող վիրուսային հեպատիտները դրանք հեպատիտ B-ն եւ C-ն են։ Ցավոք սրտի այս հիվանդությունները մեր օրգանիզմում կարող են ընթանալ առանց կլինիկական նշանների, այսինքն մարդ 10-ից 20 տարի օրգանիզմում կարող է կրել այս վիրուսը, սակայն դրա մասին կարող է չիմանալ։ Եվ միայն պատահական հետազոտության ժամանակ նրա մոտ կարող է հայտնաբերվել այս վիրուսը։ Պատական հետազոտությունները, օրինակ, եթե մարդ գնում է, ասենք, վիրահատության, ծննդաբերության կամ այրան փոխներարկում պիտի կար դոնոր է կանգնում եւ պատական նրա մոտ հայտնաբերվում է այս վիրուսը, որի մասին մարդ չգիտի, ասում եմ 15-20 տարի այն կարող է քնել նրա օրգանիզմում։ Կուզենայի եւս մեկ անգամ հիշեցնել, որ լյարդը չի ցավում, որովհետեւ մենք կարողանանք հայտնաբերել լյարդի հիվանդությունները, մենք պետք է կատարենք պրոֆիլակտիկ լյարդի սոնոգրաֆիկ հետազոտություն, որը սկզբնական շրջանում իհարկե ինչպես կարող է արտահայտվել, կարող է արտահայտվել լյարդի ճարպակալման։ Լյարդի ճարպակալման տակ կարող են թաքնված լինել հենց քրոնիկ ընթացող վիրուսային հեպատիտները։ Պատճառներից մեկը իհարկե դա է։ Այս հիվանդությունները կոչվում են լռակյաց մարդասպաններ, քանի որ նրանք լինելով մեր օրգանիզմում տասնյակ տարիներ, նրանք ախտահարում են մեր լյարդը։ Սկզբում կարող է լինել լյարդի բորբոքային վիճակ, այնուհետև ճարպակալում, ցիրոզ եւ մարդ մի օր կանգնում է փաստի առջև, երբ նրա մոտ արկա է արդեն հեպատոցելյուլյար ուռուցքը։ Սրանք այն հերթական քայլերն են, որոնք չհայտնաբերվելու դեպքում մեկը անցնում է մյուսին։ Տարի 1-2 անգամ կարող եք դուք ստուգել ձեր լյարդը, այդ հնարավորությունը ձեզ կարող է տալ հիմա բժշկական կենտրոնը, որտեղ որովայնի սոնոգրաֆիկ հետազոտությունը կատարվում է 50% զեղչային համակարգով։ 3000 դրամ կարող է գալ, հետազոտվել եւ տեղեկացված լինել։ Կան հիվանդություններ, որոնք առանց կլինիկական նշանների են ընթանում։ Դա գաստրոենտերոլոգիական մի շարք հիվանդություններ են, երբ հիվանդությունը իր սկզբնական փուլից անցնում է մինչև օնկոլոգիական փուլի, տասնյակ տարիներ են պետք, որպեսզի մարդ արդեն կանգնի քաղցկեղային վիճակին։ Եթե դուք նախորոք հետազոտեք, արդեն կլինեք տեղեկացված եւ կպայքարեք այդ հիվանդության դեմ։